Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն պարոն Գարեգին Միսքարյանի հետ։ Ողջույն եմ պարոն Միսքարյան, ես շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, այսօրվա մեր զրույցը պարոն Միսքարյան ուզում եմ սկսել ցավակցական խոսքով, երևի արդեն շատերը գիտեն, որ հանկարծամահ է եղել պատմաբան, վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը, ում խոսքը սպասում եւ լսում էին տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Ես ուզում եմ ցավակցություն հայտնել նրա եւ հարազատներին, եւ ընկերներին, եւ բոլոր նրանց, ով սիրում եւ հարգում էր Արմեն Հովհաննիսյանին։ Երևի միանում եք իմ միանշանակ շատ մեծ կորուստ է իրականում Արմենի կորուստը մեր հասարակության համար։ Շնորհակալ եմ պարոն Միսքարյան, եւ այսպես ինչպես եք դուք բացատրում այն ճգնաժամը, որը այսօր դիտարկվում է կարելի ասել ամբողջ աշխարհում։ Պատերազմներ, մեկը դեռ չվերջացրած մյուսը, մյուսը չվերջացրած մյուսը, սպանություններ, թե դա միշտ էլ եղել է, ոչ մի արտառոց բան չկա, ճգնաժամ չի, դա նորմալ բնականon է հասարակարգների համար, հասարակությունների մարդկանց համար, եւ մյուս տեսակետը գուցե ինչ որ բան է փոխվում, ինչ որ բան է փոխվել, ինչպես եք դուք դրան արձագանքում, ինչ բացատրություն եք տալիս դրան։ Շատ ընդարձակ է հարցը իրականում, այո, այդ փոփոխությունները տեղի են ունենում, մի կողմից դրանք վերջին այսպես կոչված համաշխարհային կոնսենսուսից հետո տևական ժամանակ սառը պատերազմ եւ այլն, բայց ակտիվ պատերազմական գործողությունները մտել էին այսպես փակ շրջան, հա, շատ լոկալ էին, հիմա ավելի նորից գնացել է նախկին վիճակին։ Ես կարծում եմ սա զուտ աշխարհակարգի փոփոխության հետևանք է այն ինչ այսօր տեղի է ունենում, ինչ խոսք դա նաև գուցե այլ մասշտաբներով միշտ է տեղի ունեցել, այսինքն պատերազմները միշտ ուղեկցել են մարդկային պատմությանը, բայց հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը, տնտեսական այդ փոփոխությունները, որ տեղի են ունեցել դարերի վեր եւ հիմա շատ ավելի ակնհայտ են եւ հասարակական հարաբերությունների մեջ տիրող որակական փոփոխությունները հույս են տալիս մտածելու, որ վերջապես այդ պատերազմները ինչ որ մի փուլից հետո գուցե նաեւ դադարեն, դառնան անիմաստ, հա, մարդկության համար։ Իհարկե դեռ դրա մասին վաղ է խոսել, բայց կարծում եմ երբեք ուշ չի դրա մասին մտածել եւ այդ ուղղությամբ աշխատել։ Ինչը պետք է փոխվի, այսպես ուտոպիական վիճակ է, որ պատերազմ չլինի, կարծես թե հակառակն է, ոնց որ ավելի ու ավելի, ինչքան զենքերը շատ ավելի կատարելագործվում են, այնքան մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում եւ հակառակը ագրեսիան ստեղծում է նոր ագրեսիվ զենք, ավելի մահացու, ավելի մահաբեր, այսինքն իրականում շատ լավ հարց եք տալիս, հումանիզմը որպես մոտեցում կյանքին ձևավորվեց եւ բերեց դեմոկրատական հասարակությունների ստեղծմանը եւ կարելի է ասել, որ այն դադարը պատերազմների, պարբերական պատերազմների մեջ որ տեղի ունեցավ մասնավորապես Եվրոպայում, դա հենց առաջին քայլերն էին դեպի կարելի ասել նոր քաղաքակրթություն, նոր հարաբերություններ, նոր գիտակցում։ Սակայն այսօր մենք տեսնում ենք ճգնաժամ թե դեմոկրատական աշխարհում եւ թե ավտորիտար աշխարհի վերելք ենք տեսնում մյուս կողմից։ Դա պայմանավորված է այն լավ երևույթներով, ինչպիսին օրինակ տեխնոլոգիական առաջընթացն է։ Բանն այն է, որ հասարակությունները, որոնք դեմոկրատական ճանապարհ էին ընտրել, նրանք պատրաստ չէին նման մեծ ծավալի ինֆորմացիոն հոսքերի եւ այն ինստիտուտները, որոնք նախատեսված էին հանրային կյանքը կազմակերպել, քաղաքական ինստիտուտներ, հասարակական ինստիտուտներ, պետական ինստիտուտներ եւ որոնք իշխանությունը ձևավորում էին ընտրությունների միջոցով, իրենք ունեին որոշակի տրամաբանություն, որը հենվում էր
այն ամենասկզբում ենթադրենք կոմունաների, հավաքների, ժողովների տեսքով էր ձևավորվում, հա, այդ իշխանությունը, հետո արդեն սկսեց դրան նաև մամուլը նպաստել, հետո ավելի ընդարձակվեց ռադիո հեռուստատեսությունը սկսեց ավելի մեծ ազդեցություն ունենալ, սակայն այն ազդեցությունը, որը ունեցան սոցիալական ցանցերը եւ ինտերնետը, դա շատ ավելի մեծ էր, քան են բոլորը միասին վերցրած եւ հասարակությունը իր գիտակցական ու կրթական մակարդակով պատրաստ չէր այդ ամբողջ տեղեկատվությունը ճիշտ մարսելու, որակով մարսելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու։ Ըստ էության ժողովրդավարությունը մինչև այս պահն էլ շարունակում է լինել զուտ ազատության մասին պատկերացում եւ ձգտում, իհարկե արդարության բաղադրիչը պարտադիր հիմա հատկապես մեծ տեղ ունի, բայց եւ այնպես այդ ազատություն ասվածը միանշանակ չի ընդունվում եւ երբ որ քո հասարակությունը բավարար գիտակից չէ եւ ինքնորոշված չէ իր արժեքների մեջ, շատ հեշտ է օրինակ հակառակ ճամբարից, ինչպիսին ավտորիտար աշխարհն է, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել հասարակությանը եւ այդ հասարակությանը ուղղորդել ոչ այն ճանապարհով, որը լավագույնը կարող է լինել տվյալ դեպքում այդ պետության համար։ Եվ մեծ հաշվով սա է նաև, որ այսօրվա ճգնաժամերի պատճառ է դառնում, անվստահության պատճառ է դառնում դեմոկրատական աշխարհում սեփական իշխանությունների նկատմամբ եւ բերում է աչական գաղափարների զարգացման։ Ծայրահեղ աչականի մասին է խոսքը։ Իհարկե մի ուրիշ պատճառ էլ կա, դա լիբերալիզմի եւ ավելի ճիշտ լիբերալ դեմոկրատիայի մեջ ցախական եւ աչական գաղափարների շատ մոտ լինելն է, երբ որ տեխնոլոգիական առաջընթացի եւ տեխնոլոգիաների միջոցով մշակված լուծումները այդքան էլ շատ չեն տարբերվում իրարից եւ դա բերում է ճգնաժամի մեծ հաշվով այն ինչ առաջարկում են աչերը գրեթե նույնը ծախերն են առաջարկում եւ հակառակը եւ սա բերում է լճացման գաղափարական առումով եւ այստեղ կարծում եմ այն ինչով հիմա մենք զբաղվում ենք ինքնորոշման համապարփակ տեսությամբ փորձում ենք դրա միջոցով լուծում տալ այդ ճգնաժամին այսինքն մենք փորձում ենք ինքնորոշման միջոցով լուծել անհատի եւ հասարակության այն խնդիրները, որոնք հիմք են հանդիսացել ներկայիս ճգնաժամի համար։ Դա բոլոր հասարակություններին է վերաբերում, թե ազգային այդպես ինչ որ նեղ ինքնա ճանաչման, ինքնանկալման պարագայում է դա աշխատում։ Ինքնորոշման համապարփակ տեսության մեջ ինքնորոշման դասակարգման այդ աղուսակում այսպես կոչված կա նաև էթնիկ ինքնորոշում եզրույթը, որը հենց ազգային, մեր ընկալմամբ ազգային էթնիկ ինքնության, գիտակցման, իմաստավորման, երբեմն գուցե վերաիմաստավորման մասին է խոսքը, այսինքն սա առանձին մի բլոկ է, որը զբաղվում է հասարակության այդ միասնականության ընկալման խնդիրը լուծելով։ Բայց դա միակ խնդիրը չի հասարակությունների մեջ, այդտեղ սկսած անհատի հոգեբանական, հոգևոր, կրոնական, մասնագիտական եւ այլ առանձնահատկություններից եւ ընկալումներից տեսությունը առաջարկում է տարբեր մեթոդներ եւ բովանդակություն այդ խնդիրները հաղթահարելու անհատի Պարոն մակարդակում։ Միսկարյան, այժմ այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած երկրում կան միգրանտներ։ Այո։ Եվ միատարր չէ այդ էթնիկական թեկուզ, եթե այդպես ձեր ասելով, ես կասեի ազգային միատարրություն գոյություն չունի։ Ես չեմ վերցնում գլոբալիզացիան, հետագայում մենք կդիտարկենք գուցե եւ դա գլոբալիզացիան եւ ազգայնականությունը։ Հիմա դուք խոսում եք այն մասին, որ այո, կարող է մեկ պետության, եթե վերցնում ենք պետություն առ պետություն ենք վերցնում եւ պետության մեջ ապրում են մարդիկ
ում ազգային ինքնության դուք եկեք փորձենք հասկանալ ինչպես է միգրացիայի պայմաններում, երբ որ մի երկրում ապրում է 10-ից ավելի ազգություններ, լուծվում այդ ձեր ասած, ձեր առաջ քաշած տեսություն ասեմ կամ ինչպես է ձևակերպվում դա։ Ну, ինքնության գիտակցում իմաստավորման Գիտակցումը, լավ է, այո, գիտակցումը։ Նայեք, խնդիրն այն է, որ էթնիկ ծագումը պատճառ չի այլ էթնիկ էթնիկ խմբերին ճնշելու կամ թշնամաբար վերաբերվելու կամ բաժանելու մերոնց եւ նրանց միջեւ։ Խնդիրը այն է, որ որևէ էթնիկ խումբ ընկալի իր միասնականությունը, իր պատմական անցյալի, անցած փորձի, իր մշակութային առանձնահատկությունների, լեզվի, կրոնի եւ այլնի հետ կապված։ Երբ որ անհատը, որը պատկանում է որևէ էթնիկ խմբի, դա գիտակցում է կամ ավելի ճիշտ, երբ որ այդ էթնիկ խմբի առանձին վերցրած բոլոր անհատները պատկերացնում են, գիտակցում են, որ իրենք օրինակ հայ են, եւ մյուս խումբն էլ գիտակցում է, որ ինքը օրինակ ռուս է Հայաստանում, այսինքն տվյալ դեպքում ազգային փոքրամասնություն, դա առանձնահատկություն է կան հավասար պայմաններով եւ իրավունքներով էթնիկ խմբեր, որոնք մի ազգի քաղաքական որպես միավորի մաս են կազմում։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի դեպքում, քանի որ հայ էթնոսը մեր պետության մեջ դոմինանտ է, ազգային լեզուն հայերենն է, մշակույթը, կրոնը եւ այլն, այսինքն մեր պետությունը միտված է հայ էթնոսի ինքնության պահպանման, զարգացման եւ առաջընթացի ապահովմամբ։ Իսկ մյուս էթնոսները, էթնիկ խմբերը կամ միգրանտները, նրանք ենթարկվում են այն օրենքներին, որը մենք մեր լեզվով եւ մեր մշակույթից ելնելով մշակում ենք մեր կյանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Այդ մարդիկ նրանք ովքեր միգրանտ են, ինչ որ պայմաններով աշխատանքի բերումով կամ այլն գտնվում են այստեղ, ի սկզբանե նրանք պետքա որ գիտակցեն ուր են գնում եւ ինչի համար։ Ես կարծում եմ, եթե բոլոր էթնիկ խմբերը գիտակցեն իրենց ինքնությունը, դա կուժեղացնի մարդկությունը, ոչ թե կթուլացնի եւ ոչ թե կբերի կոնֆլիկտների։ Այստեղ յուրաքանչյուր էթնիկ խմբի խնդիրն է իր ինքնությունը պահելը, գիտակցելը առաջին հերթին, իմաստավորելը եւ պահելը, որը հակասության մեջ չի մյուսների հետ։ Այդ շատ տարիներ առաջ, դարեր, հազարամյակներ առաջ մարդկությունը, երբ որ ձևավորվել է, ինքը ունեցել է կենսամիջավայրի, բնական ռեսուրսների եւ այլ միջոցների իր գոյությունը պահելու համար, այլ միջոցների հայթայթման խնդիր եւ երբեմն ցեղերը օրինակ մեկը մյուսին վերացրել է նրանց կուտակած միսը կամ հագուստը յուրացնելու համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ օրինակ մի հեկտար ջերմոցից կարելի է 100 հեկտար սովորական հողի տված բերք ստանալ մի տարվա մեջ, ենթադրենք, այսինքն բացի դրանից գենետիկ միջամտությունը, տեխնոլոգիական միջամտությունը, տեխնիկաների զարգացումը, ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունը վաղ թե ուշ տանելու են նրան, որ արտադրական միջոցների, այսինքն մարդը որպես ֆիզիկական ուժի աղբյուր, այլևս այդքան դրա անհրաժեշտությունը չի լինելու։ Եվ հետևաբար արտադրական միջոցները, եթե նույնիսկ ինչ որ խմբի մոտ են կուտակվելու, այնուամենայնիվ նրանց ստեղծած արդյունքը բավարարելու է մարդկանց եւ այդպես ասած սովի ու հագնելու կամ նվազագույն կարիքները բավարարելու խնդիր չի լինելու։ Պետությունները գնալով դառնում են ավելի սոցիալական։ Դա ակնհայտ, մենք խոսում ենք դեմոկրատական հասարակությունների մասին, որտեղ մարդը հռչակվել է բարձրագույն արժեք եւ որտեղ խաղի կանոնները գոնե պիտի այնպեսին լինեն, որ այդ սկզբունքը պահպանվի։ Իսկ ավտորիտար հասարակությունները այդ առումով արդյունավետ չեն, նրանք ինքնափակ են ավելի այսինքն նրանց ճանապարհը կամ լինելու է բացվելը եւ վերափոխվելը կամ այս պայքարը կարող է մի քիչ էլ երկար տևել։ Եվ հաղթի ավտորիտարը դեմոկրատականը։ Չի կարող հաղթել, որտեվ
որտեվ մարդը ի վերուստ ձգտում է ազատության, ինչպես բնության մեջ մյուս կենդանիներն են, հա, եւ այդ ազատության ձգտումը կամ ավելի ճիշտ իրացումը ազատության իրացումը ավելի արդյունավետ է քան երբ որ դու կաշկանդված ես կամ դու պարտադրված ես անել այն ինչ որ դու անես։ Օրինակ, դուք պատկերացրեք, երբ որ դուք ընտրել եք ձեր մասնագիտությունը ձեր արժեքներից, նպատակներից, աշխարհայացքից ելնելով եւ մյուս դեպքում, երբ որ շատ վատ բան, բարդ բան չեմ ասում, երբ որ դուք պարտադրված եք անել ինչ-որ մի բան զուտ, որովհետև ձեզ գումար է անհրաժեշտ ու դուք այսպես ասած փողի համար եք աշխատում, մարդը, որը բացառապես փողի համար է աշխատում, այդ մարդը շատ դժվար է իրան լինել երջանիկ։ Այսինքն ինքը պարտադրված է իր կամքին հակառակ ինչ-որ բան անել, որի դիմաց իրան վճարում են։ Հետևաբար ազատ հասարակության մեջ մարդիկ, ովքեր ավելի երջանիկ եւ ներդաշնակ են, նրանց ստեղծած արժեքը անհամեմատ ավելի բարձր է լինելու, քան ավտորիտար հասարակությունների մեջ։ Իհարկե, այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա ինդիվիդուալիզմի եւ կոլեկտիվիզմի հետ կապված։ Ես կուզեի, որ մեր ունկնդիրները չշփոթեն, այստեղ խոսքը նրա մասին չի, որ ինդիվիդուալիզմը ավելի լավն է, քան կոլեկտիվիզմը, այլ նրա մասին է, որ հասարակության այն շերտը, որը ավելի անհատական է կամ ինդիվիդուալիզմի կողմնակից է, իրենց պետքա տրվի ազատություն այդ հասարակության բարոյական ընկալումների նորմերի սահմաններում լինել ազատ քան բայց միևնույն ժամանակ կոլեկտիվիզմը ինքը ունի իր դրական կողմերը եւ ցանկացած հասարակություն արդյունավետ է եւ ավելի արդյունավետ է, երբ որ կա բալանսավորում երկու մոտեցումների մեջ, այսինքն հասարակության այդ ներփակված համայնքներ են լինում եւ լինում են նաեւ անհատականություններ, որոնք այդ հասարակությանը առաջ են տանում։ Այսինքն այստեղ այդ երկու մոտեցումների բախումը չի ավելի շատ, այլ դրանց բալանսավորումը։ Եկեք խոսենք ձեր հարթակի այսօրվա աշխատանքների մասին, ժողովրդավարական հարթակ հիմնադրամ եք ստեղծել դուք եւ այժմ ես գիտեմ, որ հետաքրքիր գործով եք զբաղվում։ Ես ընդհանուր ասեմ, որպեսզի թույլ տամ դուք ավելի բացեք, որովհետև ես տեսա ձեր գրառումներին ծանոթ եմ եւ ինձ շատ հետաքրքրեց։ Եթե կարելի է այսպես ավելի մատչելի, որպեսզի հանրամատչելի լինի ձեր աշխատանքի բովանդակությունը ներկայացրեք։ Փորձեմ հնարավորինս պարզ ասել։ Մեր հիմնադրամը հիմա զբաղվում է ինքնորոշման ինստիտուտի կազմավորման աշխատանքներով։ Ինչ է ենթադրում ինքնորոշման ինստիտուտը, բառը երևի ինքնին հուշում է, խոսքը ինքնորոշման մասին է։ Ինչ բան է ինքնորոշում։ Ինքնորոշումը ունի մի քանի ինքնագիտակցում, մենք գիտենք բառ, դուք ասում եք ինքնորոշում։ Դրանք տարբեր բառեր են, տարբեր եզրույթներ են։ Ինքնորոշում հոգեբանական հոգեբանության տեսակետից, որը ենթադրում է, որը այդպես էլ կոչվում է ինքնորոշման տեսություն, երկու ամերիկացի գիտնականների կողմից արված աշխատանք է։ Այն վերաբերում է անհատի ներքին մոտիվացիոն համակարգին, այսինքն ուսումնասիրում է անհատին, ինքնորոշված անհատին իր արժեքների, իր նպատակների մեջ ինքնորոշված, այսինքն անհատ, որը գիտակցում է ինչ արժեքների կրող է ինքը, որ արժեքներով է առաջնորդվում եւ ինչ նպատակներ ունի ինքը իր անձնական եւ հասարակական միջավայրը փոխելու կամ այլ առումներով։ Ինչ հետաքրքիր է, դա հոգեբանության հետ առնչվում է ինչ-որ։ Այո, դա հենց հոգեբանական տեսություն է։ Եվ կա ազգերի ինքնորոշման իրավունք եզրույթը, որը իրավական նորմ է եւ որը թույլ է տալիս, որի հիմքի վրա ձևավորվել են պետություններ որպես ազգային ինքնորոշման հասած ազգերի կողմից միավոր։ Բայց պարզվում է, որ այս երկու ծայրահեղ իրարից հեռու եզրույթների մեջ կա մի ամբողջ աշխարհ եւ դա վերաբերում է եւ անհատին,
անձնական մակարդակում եւ հասարակությանը, այսինքն կոլեկտիվ մակարդակում։ Եվ այդ ինքնորոշումները մենք ուսումնասիրում եւ փորձում ենք դրանք դասակարգել եւ համակարգել այդ ինստիտուտի մեջ։ Ավելի ճիշտ ոչ թե փորձում ենք, այլ փորձելու ենք։ Հիմա ինստիտուտի ձևավորման փուլն է, ֆինանսների եւ մնացած հարցերով ենք զբաղված, բայց արդեն կան մարդիկ, գիտնականներ եւ հոգեբան, եւ սոցիոլոգ, եւ քաղաքագետ, եւ տնտեսագետ, եւ իրավաբան, որ թիմ կա, այսինքն, ովքեր որ այսպես ասած լծվելու են այս աշխատանքին։ Արդյունքը ինչ է լինելու։ Այս տեսության նպատակը այսպես տեսական աշխատանք է, թե դա ինչ-որ կիրառում է ունենալու։ Իրականում իհարկե ցանկացած կիրառության մեջ դրվելիք մի բան նախ պետքա ունենա տեսական հիմքը։ Մեր տեսության ինքնորոշման համապարփակ տեսության հիմքը բխում է նրանից, որ ինքնորոշումը բնական իրավունք է եւ այն տրվում է մարդուն ի ծնե։ Մինչեւ հիմա չկա որպես իրավունք։ Այո, որպես իրավունք։ Կա ազատության իրավունք, կա կյանքի իրավունք, կա սեփականության իրավունք, բայց խոսքի ազատության իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, բայց ինքնորոշման իրավունք որպես այդպեսին չկա։ Եվ ներողություն մենք գտնում ենք, որ քանի որ կյանքը ընտրություն է, այսինքն այն ինչ մենք անվանում ենք կյանք, ամեն րոպե, ամեն ժամ որևէ ընտրություն է, օրինակ ես ընտրել եմ գալ այստեղ, դուք ընտրել եք ինձ հրավիրել, դուք կարող եք ընտրել ուրիշին հրավիրել, ես ընտրում եմ իմ խոսքը, դուք ընտրում եք ձեր հարցը, այսինքն դուք կարող եք ուրիշ հարց տալ, եւ այսպես շարունակ, մեր ամբողջ կյանքն է ընտրություն, բայց կա ընտրության տարբեր ձևեր, կա գիտակցված ընտրություն եւ կա չգիտակցված ընտրություն, այսինքն ընտրություն, երբ որ դու գիտակցում ես քո ընտրության դրդապատճառները, մոտիվները, ելնում ես քո արժեքներից եւ քո նպատակներից, եւ դու պատասխանատու ես քո կատարած ընտրության համար, եւ դու պատասխանատու ես այն ընթացքի համար, որը հանգեցնելու է որևէ արդյունքի կապված քո ընտրության հետ։ Եվ կա չգիտակցված ընտրություն, երբ որ օրինակ ամենապարզ բանը մենք գնում ենք 5000 դրամ, վերցնում ենք եւ ընտրում ենք որևէ քաղաքական ուժի։ Դա չգիտակցված ընտրություն է, այսինքն մենք էլի կատարում ենք ընտրություն։ Չէ, դու ընտրել ես չընտրելը։ Չէ, դու չես ընտրել, դու գնում եւ քվեարկում ես։ Այո, այսինքն դու պատասխանատվություն չես կրում քո հետագա, այսինքն քո կատարած ընտրության հետևանքների համար։ Այստեղ իհարկե կարելի է մտնել փիլիսոփայական դաշտ, ասել կարճաժամկետում դու երկարաժամկետում դու պատասխանատվություն չես կրում, բայց կարճաժամկետում կրում ես կամ հակառակը, բայց ես չեմ ուզում դրա մեջ խորհանալ, որտեղ մեծ հաշվով օրինակներ անհաջող, պարզապես ցավոտ օրինակ է։ Շատ ակնհայտ օրինակ է, որովհետև մեր կյանքի վրա շատ լուրջ ազդեցություն ունեցող ընտրություն է դա, եւ երբ դա գրիչ ընտրել չի, դա տետր ընտրել չի, դա կյանքի որակը փոխելուն միտված քայլ է, որին մենք վերաբերվում ենք շատ մեծ անպատասխանատվությամբ, որպես հասարակություն։ Դա գալիս է նրանից, որ մենք որպես հասարակություն եւ յուրաքանչյուր անհատ առանձին ինքնորոշված չենք։ Մենք չենք գիտակցում մեր կարճաժամկետ շահը եւ երկարաժամկետ շահը։ Մենք չունենք տեսլական ինչպիսի պետություն ենք ուզում ունենանք եւ այդ ընտրությունը, որ այսօր մենք կատարում ենք, ինչ հետևանքներ կարող է թողնել մեր համար առաջի հերթին, իսկ ավելի մեծ հետևանքներ մեր ժառանգների համար, հետագա սերունդների համար։ Եվ ինքնորոշման տեսության հիմքում այդ ընտրության ազատությունը գիտակցված լինելն է, այսինքն երբ որ դու ազատ ես, բայց քո ընտրությունը գիտակցված չի, դու ինքնորոշված չես։ Երբ որ դու ինքնորոշված ես, քո բոլոր որոշումները գիտակցված են կամ մեծամասամբ եւ դու կրում ես պատասխանատվություն քո առաջ եւ հասարակության առաջ քո կատարած որոշումների համար, որտեվ բացի անհատական անձնական կյանքը մենք նաեւ հասարակական սուբյեկտ ենք եւ մեր կատարած
քայլերը ազդում են նաև հասարակության մյուս անդամների վրա եւ մենք պետքա դրան ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք, քան օրինակ, չգիտեմ, գնալ անտառ եւ ինչ որ մի բույս պոկել կամ չպոկելը։ Այսինքն մեր կատարած հանրային հանրության վրա ազդող երևույթների նկատմամբ մեր պատասխանատվության զգացումը ավելի մեծ պետք է լինի, բայց դրա համար մենք պետք է լինենք սոցիալական ինքնորոշմամբ անհատ, մենք պիտի լինենք քաղաքական ինքնորոշմամբ անհատ, մենք պիտի լինենք, չգիտեմ, գուցե նաև կրոնական ինքնորոշմամբ անհատ ու այդպես տարբեր շերտեր։ Իհարկե սա չի նշանակում, որ մարդը պիտի բոլոր մակարդակներում ինքնորոշված լինի ամբողջովին։ Նախ պետք է հասկանալ, որ ինքնորոշումը ամբողջ կյանքում ընթացող գործընթաց է, եւ երկրորդը տարբեր մակարդակներում այդ ինքնորոշումը կարող է տարբեր խորություն ունենալ, տարբեր մոտեցում ունենալ անհատի եւ տարբեր գնահատական ունենալ անհատի կողմից իր ինքնորոշման հետ կապված, հետեւաբար այստեղ խոսք չի գնում, որ բոլոր մակարդակներում պիտի ինքնորոշված լինեն, բայց այն հասարակությունները, որոնք կլինեն ավելի ավելի այդ առումով զարգացած, այսինքն ինքնորոշված, քան մյուսները, նրանք կլինեն ավելի արդյունավետ, ավելի մրցունակ, ավելի լավ պայմաններում, քան մյուս հասարակությունները, եւ դա կբերի նրան, որ կամա թե ակամա ամբողջ հանրությունը կսկսի աստիճանաբար ինքնորոշվել։ Պարոն Միսքարյան, ես փորձեմ ձևակերպել, իմս գիտական ձևակերպում չի, այն ինչ ես փորձեմ ամփոփ տալ։ Այո։ Եվ եթե ես սխալ ձևակերպեմ, դուք կօգնեք ինձ, ճիշտ է։ Այսինքն, դուք ասում եք, որ ցանկացած անհատ իծնե ասեցիք դրված է այդ իրավունքը եւ այլն։ Իրավունքը, բայց ասացիք։ Գիտակցի իր յուրաքանչյուր քայլի պատասխանատվությունը դուք կոչ եք անում կամ ասում եք պետք է ցանկացած անհատ կոչ չեմ անում, ես ասում եմ դա պետք է հասարակության կայացման հաջորդ փուլ անցնելու համար կապ չունի, դուք մարդուց պահանջում եք կամ ասում եք դու պետք է այդպես անես, մենք ձգտում եք դրան, որ գիտակցի յուրաքանչյուր անհատ գիտակցի, որ իր ցանկացած քայլը նրա իր պատասխանատվության տակ է եւ պատասխանատու զգա իրեն իր կատարած քայլերի համար։ Ճիշտ է։ Հիմա ինչով է տարբերվում դա, դուք ասում եք, դա ոնց որ թե նորմալ է, ցանկացած ծնող իր երեխային, երբ որ դաստիարակում է, ասում է, այո, նույն բանը ոնց որ նույն խրատը նա տալիս է, դու պատասխանատու ես։ Այ մենք խոսեցինք, եկեք այսքանը ճիշտ էր, հա, որքան ես հասկացա։ Պատասխանատվություն, դու զգաս, գիտակցես, դու ազատ ես գործելու, բայց դու գիտակցիր, որ յուրաքանչյուր քո քայլ հետևանքներ է ունենալու եւ դու պատասխանատու պետք է գիտակցես նաև, որ դու պատասխանատու ես, լինի դա քո անձնականը, լինի դուք օրինակը այդ 5000-անոցների բերեցիք, լինի դա հասարակությանը։ Դու չպետք է մտածես, ինչ կլինի, ում կընտրեն, հենց որ քանդվի, ես իմ գլխի ճարը կտեսնեմ, ճամպրուկս կվերցնեմ, կփախնեմ, օրինակ։ Այսինքն դու քո խնդիրդ կլուծես, բայց ամբողջի վնաս կհասցնես քո որոշումով։ Սա պարզեցինք։ Հիմա վերադառնանք դեմոկրատիայի, ժողովրդավարության եւ ավտոկրատիայի, ավտորիտարիզմի։ Դուք ասացիք դեմոկրատիան դա ազատություն է։ Ազատությունը ունի մեխանիզմ վերահսկելու եւ պատժելու։ Ավտորիտարիզմը ինչի վրա է հիմնված։ Նա հստակ վերահսկողություն պատիժ, ճիշտ է։ Այո։ Նա չի ասում պատասխանատու ես, պատասխանատու չես, դու միշտ ես պատասխանատու, երբ որ նա որոշի, որ դու պետք է պատժվես, դու կպատժվես։ Այո։ Հիմա ինչ գործիքներ ունի ժողովրդավարական պետությունը վերահսկողության եւ պատժի, որը նրան կենսունակ դարձնի եւ մրցունակ դարձնի այս ավտորիտարիզմի վերահսկողություն պատիժ եւ հստակ կուռ այդ պետությունը կուռ իր ամրությունը պահպանում է դրա հիման վրա, ճիշտ է, ալախոհներին սպանում, նստացնում, աքսորում եւ այլն։ Լավ հարց եք տալիս, որպեսզի այդ հարցի պատասխանը Եվ դա այդ ինքնորոշման տեսանկյունից եմ ես դա մոտենում այդ հարցին։ Որպեսզի մենք պատասխանենք, թե ինչ պետք է անի պետությունը, որպեսզի լինի սա կամ նախ փորձենք հասկանալ ինչ է պետությունը դեմոկրատական
գաղափարների տեսանկյունից, հա։ Դա հանրապետություն է։ Հանրապետությունը ենթադրում է, որ այդ պետությունը բոլորինս է։ Այսինքն բոլոր քաղաքացիներս միասին ձևավորում ենք, հիմնադրում ենք կամ զարգացնում ենք պետություն։ Եվ երբ որ պետությունը բոլորինս է, մենք բոլորս ենք պատասխանատու մեր պետության որակի համար։ Եվ բոլորս ենք որոշում, թե ինչպիսին պետքա լինի այս պետությունը, որ ուղղությամբ պետքա զարգանա։ Իհարկե, այդ բոլորս որոշում ենք այնպես абստրակտ բան չի։ Դա մենք ինստիտուտների միջոցով անում ենք։ Մեր դեպքում, Հայաստանի դեպքում, քանի որ մենք քվազի դեմոկրատական պետություն ենք, այսինքն մեր հասարակությունը չունի քաղաքական բավարար գիտելիք, ճիշտ ընտրություն եւ ճիշտ ինստիտուտներ կատարելու համար, բայց այն պետությունները, որոնք անցել են մեր ճանապարհը շատ շուտ եւ հիմա ունեն ինստիտուցիոնալ ժողովրդավար կառուցակարգեր, այդ պետությունների համար միակ խնդիրը իր քաղաքացին, իր քաղաքացու գիտակցությունը ավելի բարձր մակարդակի հասցնելն է։ Այսինքն, երբ որ ավտորիտար համակարգը մեդիա եւ այլ միջոցներով, հիբրիդային պատերազմի գործիքներով փորձում է ազդել քո հասարակության վրա հոգեբանորեն, ռազմական, չգիտեմ, այո, եւ ոչ միայն մենք, նաեւ Եվրոպայում շատ Ռումինիայի վերջին ընտրությունները չեղարկվեցին, որովհետեւ կասկած կար կամ գուցե ապացուցվեց, որ ռուսական հատուկ ծառայությունները այնտեղ աշխատանք են կատարել։ Այդ հասարակությունը երկու ճանապարհ ունի։ Մի դեպքում սահմանափակել խոսքի ազատությունը եւ առհասարակ աստիճանաբար նաեւ մյուս ազատությունները, որը իհարկե դեմոկրատական պետությունների համար փակուղի է եւ անարդյունավետ ճանապարհ է, որտեղ դեմոկրատիան ինքը հենց ազատության վրա ձևավորված կարգ է, եւ մյուս կողմից բարձրացնել անհատի քաղաքացու գիտակցությունը այնքան, որpիսի նա կարողանա մեր լեզվով ասած թաց չորից տարբերել։ Իսկ ինչպես է դա հնարավոր, որովհետեւ մենք հասկանում ենք, որ մի մարդը չի կարող ամեն ինչ իմանալ։ Եվ այդ ինչ գիտելիք հա, որ պետք է անհատին ճիշտ կողմնորոշվելու համար։ Գուցե դա գիտելիք չի, այլ ուղղակի, չգիտեմ, անտարբերությունը զարգացնենք եւ վերջ, հա։ Իհարկե այդպես չի, անտարբեր քաղաքացին ավելի վտանգավոր է, քան չինքնորոշված, բայց ակտիվ քաղաքացին։ Բայց եւ այնպես, միակ ճանապարհը մեր տեսանկյունից դա այն ինչ մենք փորձում ենք մշակել ինքնորոշման շուրջ մեթոդաբանություն, բովանդակություն, որը թույլ կտա անհատին կարճ ժամանակում հասկանալ այն երևույթները, այն եզրույթները, այն ստանալ այն գիտելիքը, որը նրան անհրաժեշտ է պատասխանատու եւ իրավագիտակից քաղաքացի լինելու համար։ Իրականում կարող է թվալ սա շատ абստրակտ եւ բարդ աշխատանք կամ նպատակ, բայց այդքան էլ այդպես չի, որովհետեւ այսօր արհեստական բանականությունը թույլ է տալիս ստեղծել այնպիսի գործիքներ, որը միաժամանակ կարող է աշխատել միլիոնավոր մարդկանց հետ։ Այսինքն, եթե մի դեպքում լուսավորության դարաշրջանում դրա համար անհրաժեշտ էր, որ մի հոգի մարդ առնի իր, չգիտեմ, գիրքը եւ ընկնի եւ մարդկանց բացատրի կամ ակումբներ ստեղծի, փորձի այդտեղ իր գաղափարները ներդնել, որ այդ գաղափարները տասնամյակների ընթացքում զարգանան, հիմա դրա կարիքը չկա այն առումով, որ եթե դու ունես մշակած մեթոդաբանություն, ապա դա արհեստական բանականության միջոցով կարելի է շատ արագ տարածել։ Իհարկե կա նաեւ մտավախություն կամ վտանգ, առանց դրա չի, այն որ ոչ ճիշտ մշակված մեթոդաբանությունը կարող է ինքնորոշման
անհատին ինքնորոշման հարցում օգնելու փոխարեն ուղղորդել դրան, այո, եւ դա կդառնա մեծ հաշվով ուղեղների լվացման կենտրոն, այլ ոչ թե ինքնորոշման միջավայր։ Դրա համար պետք է օրենսդրական կարգավորումներ, եւ այս ինստիտուտի աշխատանքների մի մասն էլ լինելու է այդ օրենսդրական դաշտի կարգավորումը, որովհետեւ առանց դրա արհեստական բանականությամբ կիրառմամբ նման գործիքը կարող է վտանգել ազգային անվտանգությունը։ Դա էր որ ասում է վերահսկողություն եւ պատիժ, դա օրենքն է։ Այո, օրենքն է միանշանակ եւ կարգավորումները։ Դա պիտի լինի թափանցիկ։ Իզուր չի, որ այսօր օրինակ Ամերիկայում, որտեղ արհեստական բանականությունը շատ մեծ թափով զարգանում է, անընդհատ խոսվում է այդ թափանցիկ վերահսկողական մեխանիզմների մասին։ Դա իհարկե պետք է կիրառվի նաև մեր դեպքում, հատկապես որ մենք խոսում ենք անհատի ձևավորման, զարգացման եւ որոշումներ կայացնելու ունակությունների մասին։ Ժողովրդավարությունը ինքը կենսունակ է ըստ Դա ընդհանրապես հարց չի, այսինքն ժողովրդավարությունը դա իշխանության աղբյուրը, դա այն է, երբ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Երբ որ մենք մեր իշխանության աղբյուրը, այսինքն որոշումներ կայացնելու իրավունքը օտարում ենք եւ տալիս ենք ուրիշին, մենք դառնում ենք օբյեկտ, մենք կորցնում ենք մենք սուբյեկտայնությունը, թե որպես քաղաքացի, թե որպես հասարակություն, թե որպես պետություն։ Եվ հետեւաբար, եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին այն տեսակետից, որ դա այն կառուցակարգն է, որտեղ անհատը եւ հասարակությունն է որոշում իր կյանքը ինչպես կազմակերպի, ապա բա ով որոշի։ 26 թվականի ընտրություններ են։ Մենք նախորդ ընտրություններն էլ ենք տեսել, ասում են ազատ է։ Այժմ ազատ է եւ անկախ է։ Բայց ժողովուրդը չի գնում ընտրելու։ Նշանակում է կա ժողովրդավարություն, բայց ժողովուրդը չի օգտագործում այդ ժողովրդավարությունը։ Նշանակում է չկա ժողովրդավարություն, ոչ թե չկա, որովհետեւ խլված է, այլ այդ ձեր ասած ինքնորոշմամբ դիկտակցորեն ժողովուրդը չի իրացնում իր իրավունքը, իր հնարավորությունը, ատարբերակ, որովհետև անտարբեր է, բետարբերակ, որովհետև չի հավատում այդ ժողովրդավարությանը, ասում է, այո, ասում եք ժողովրդավարություն, բայց անցնելու է այն մարդը, ով, չգիտեմ, կեղծիքի չի հավատում, նշանակում է ժողովրդավարությունը ոնց որ թե այսպես կաղապար է, արտաքին այսպես գեղեցիկ փաթեթավորում է, որի մեջը դատարկ է, ժողովուրդը չի հավատում, չի բռնվում այդ ժողովրդավարությունը, չի օգտագործում այդ իր իրավունքը։ Կա այդպիսի նման է նրան, ինչ ես նկարագրեցի մեր այսօրվա եւ վաղվա ընտրություններին ընդառաջ այսպես իրավիճակին։ Այն ինչ նկարագրեցիք, այո, շատ նման է, բայց ինչպես բնութագրեցիք, համաձայն չեմ, ժողովուրդը ինքնորոշված չի։ Այսինքն, երբ որ հասարակության որևէ մաս չի գնում ընտրության, որովհետև ինքը չգիտես ինչու ումից է խռովել, դա ինքնորոշման դրսևորում չի։ Եթե չկա հրաժարվում է, հա երևի ինքնորոշումից իր նախ պետք է այդ մարդը գիտակցի, որ այդ պետությունը ինչքան իմ պետությունն է, ինչքան այն կուսակցական առաջնորդի կամ շարքային կուսակցականի պետությունն է, այդքան էլ իր պետությունն է։ Եվ եթե որևէ մեկը հայտ է ներկայացրել պետության մեջ որոշումներ կայացնելու նախաձեռնողականություն է դրսևորել եւ փորձում է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա, բայց մենք նրան չենք վստահում եւ գուցե արդարացիորեն չենք վստահում, ապա ինչա մնում մեզ կամ ոչ մի բան չանել եւ նա կշարունակի կառավարել այնպես ինչպես կառավարել է կամ գուցե որոշ դեպքերում չկառավարել, բառը ավելի ճիշտ է, ինչպես չի կառավարել, կամ եթե նրանք էլ հայտ չներկայացնեն, այսինքն այդ մարդը, ով լավ չի կառավարում, բայց հայտ է ներկայացրել, ով է մեզ կառավարելու, մեզ կառավարելու են արտաքին ուժերը։ Եվ հետևաբար այդ մարդու խնդրի լուծումը ոչ թե ընտրություններից հրաժարումն է,
այլ հասկանալը, թե ինչու այսօր չկա ընտրելու լավ բան, որը ինքը կուզենար ընտրել։ Իսկ չկա ընտրելու լավ բան, որովհետև մենք պատմական այնպիսի ճանապարհ ենք անցել, որ այդ միջավայրում չէր կարող ձևավորվել այնպիսի հասարակություն, այդ թվում նաև այն մարդը, որը չի գնում ընտրելու, որը իր վիճակի կլինի լուծել այսօր մեր հասարակության առաջ ծառացած խնդիրները։ Մենք միշտ եղել ենք որպես գործիք, որպես օբյեկտ։ Մեզ միշտ օգտագործել են տարբեր գերտերություններ, մեզ նկատի ունեմ մեր ազգությունը, մեր էթնոսը, մենք դրան ասում ենք ազգ, ինչպես քաղաքագիտական տեսանկյունից մենք դեռ ազգ չենք, նոր ձևավորվող ազգ ենք։ Եվ այդ անհատի խնդիրը, ինքնորոշված անհատի խնդիրը համախոհներ գտնել համակիրներ, գաղափարակիցներ, գտնել մարդկանց, ովքեր գուցե ունեն պատասխաններ, փնտրել պատասխաններ, գտնել եւ փորձել համակարգված ձևով լուծումներ տալ։ Ոչ մեկը չի գալու մեր կյանքը դարձնի ավելի լավը, քան կա, եթե մենք դա չենք անում։ Նման է, այսպես, որ սեյսմոգոտում մեր տունը պետք է կառուցենք, մեր երկիրն է, սեյսմոգոտի է։ Դե աշխարհը սեյսմիկ է, այսպես ուզում եմ երկիրը շենք պատկերացնենք։ Եվ մենք կառուցում ենք այն երկիրը, այն շենքը, որում մենք պետք է ապրենք։ Եվ ես տեսնում եմ մեկ ուրիշը, ասենք, ինչ որ վատ որակի աղյուս է դնում։ Ես էլ եմ վերցնում փշրված աղյուս եմ դնում, ասում դե ինքն էլ է դնում, ես էլ դնեմ ստից աղյուս, դնում ենք շենքը բարձրանում, մի կերպ կապրենք։ Նման է դա այդ ընտրություններին գնալուն, չգնալուն, ընտրելուն, չընտրելուն, եթե դու չես havատում, դու չես գնում կամ փող ես վերցնում, ձայնդ տալիս ես նրան, ով կասի քո ընկերը, բարեկամը, հարևանը կամ այն, ով որ քեզ փող է տվել, դա այդ փշրվող աղյուսն է հենց։ Դու դնում ես այդ աղյուսը, բայց դու պետք է պայմանը նայ, որ դու եւ քո երեխաները պետք է մեջը ապրեն այդ տան։ Մենք կառուցում ենք տուն չգիտակցելով մեր պատասխանատվությունը, չլինելով ինքնորոշված։ Մենք դա է, այդ տիրույթում է պրոբլեմը։ Եթե մենք համեմատենք պետությունները տան հետ, ապա մենք տուն չենք կառուցում։ Մենք ժառանգել ենք ինչ-որ մի Խրուշչով պապիկի կողմից սարքած շինություն, որի մեջ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոնյաներ եւ անհատներ տարբեր որակի աղյուսներ են դրել, հանել են, ոչ թե դրել են, հանել են։ Մենք 1000 տարի տուն չենք կառուցել։ Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել։ Եվ այն ինչ մենք այսօր ունենք, դա ոչ թե մեր հասարակական քաղաքական մտքի ստեղծած արդյունքն է, մեր պայքարի ճանապարհով ձեռք բերած եւ կառուցած միջավայրն է, այլ պատմական հանգամանքների բերումով մեզ հասած մի իրողություն է։ Եվ այդ պատմական հանգամանքները տեղի են ունեցել մեր կամքից անկախ։ Այն որ մենք պայքարել ենք ռուս-պարսկական պատերազմում պարսիկների դեմ, ռուս-թուրքական պատերազմում թուրքերի դեմ, ինչ որ առանձին խմբեր փոքր փորձել են ազատագրական պայքար ծավալել, փորձել ենք ինստիտուցիոնալիզացնել քաղաքական մեր միտքը եւ 130 ավել տարի առաջ ստեղծել ենք կուսակցություններ, դա դեռ չի նշանակում, որ Ժնևում ստեղծված կուսակցությունը կարող էր այնպիսի լուրջ հետևանք թողնել օրինակ Վանում կամ, չգիտեմ, Մուշում կամ Արևելյան Հայաստանի որևէ կետում, որը կբերեր հանրության ինքնորոշման, ազգային ինքնորոշման եւ որպես հետևանք, այսինքն այդ պատմական անցուդարձի արգասիկ, մենք ունենք չինքնորոշված հասարակություն, այսինքն ազգային ինքնորոշում տեղի չի ունեցել։ Երբ որ ես հիշում եմ անկախության առաջի տարիներին ասում էին մարդիկ կային, ասում էին դե մեր անկախությունը ինչ ենք անում, ինչ վատ էինք ապրում, երբ որ արդեն լույս ջուր չկար եւ այլն մութ ու ցուրտ այսպես կոչված տարիներ էին եւ հակառակը պնդողները որ չէ անկախությունը կարեւոր է
իրենք ասում էին, բա մեր դրոշը եւ մեր հիմնը կհնչի աշխարհի տարբեր ամբիոններից։ Այսինքն, այդ պետությունը այդ զուտ պաթոսի համար էր պետք այդ մարդկանց ընկալմամբ։ Այս պետությունը ոչ թե պետք էր, որ սովետական միության լծից ազատված հասարակությունը ստեղծի իր համար արժանապատիվ միջավայր, որ չգնա 300,000 զոհ տա ռուսական բանակի շարքերում 17% բնակչության, այլ կարողանա իր համար արժանապատիվ միջավայր ստեղծել իր եւ իր սերունդների համար, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, ինչպես որ հիմա պիտի լինի։ Այսինքն գիտակցումը մարդկանց այդ կարևորությունը գնահատելը չի եղել մեր մոտ։ Մենք ստեղծել ենք չենք ստեղծել, մենք ստացել ենք պետություն սովետական միության փլուզման բերումով, այդ պետության մեջ այն ինստիտուտները, որը մենք ժառանգել ենք, եղել է սովետական միության կողմից ստեղծված ինստիտուտներ եւ սովետական մարդը, իդեմս մեր առաջին նախագահի, մնացած պաշտոնյաների, իր աշխարհընկալման, իր աշխարհ հայացքի, իր գաղափարների, իր աշխարհի մասին իր պատկերացումներից ելնելով միանձնյա ինչ որ որոշումներ են կայացրել եւ կամ մի խումբով, կարևոր չի, բայց դա չի բխել ոչ ժողովրդի շահերից, ոչ տնտեսության ու իրավունքի ոգուց, այսինքն դրանք եղել են շատ հախուռն գործողություններ, որոնք երբեմն արդարացված չէին, երբեմն ընդհանրապես շատ սխալ էին։ Հիմա ես չեմ ուզում քննադատեմ, դա իրենց մեղավորությունը չի։ Դա պատմականորեն ձևավորված օբյեկտիվ իրականությունն էր, որտեղ իրենք դերակատարներ էին, բայց իրենց փոխարեն Հայաստանում ով էլ լիներ, նման մի բան էր ստացվել, որտեղ մենք որպես հասարակություն չենք պայքարում նրա համար, ինչը հռչակել ենք, այսինքն ազատ արդար միջավայր ստեղծելու համար։ Մենք երբեք չենք գնահատում անհատին որպես բարձրագույն արժեք։ Մենք մեզ գուցե գնահատում ենք, բայց շատ դեպքերում նաև մեզ էլ չենք գնահատում, բայց ուրիշներին առհասարակ։ Այսինքն այստեղ շատ լուրջ խնդիր կա մարդու ինքնագիտակցության, մարդու ինքնընկալման, մարդու ինքնագնահատման, մարդու արժանապատվության ընկալման եւ դրա իրացման մասին։ Մենք բարոյականություն ասվածը խեղաթյուրել ենք ամենավատ իմաստով, ամենավերջին ձևով եւ մեր համար պետությունից, այսինքն հանրությունից գողանալը, խաբելը, թալանելը, կոռուպցիան, դա նորմալ երևույթ է, եթե մեր հարցը լուծում է։ Բայց դա ընկալումը դրա, որ դրա հետևանքով մենք պետականություն ենք կորցնում, մենք բանակ ենք կորցնում, մենք ամեն ինչ ենք կորցնում եւ մեր ինքնությունը այդ թվում։ Դրա ընկալումը չկա։ Այստեղ է, որ այդ գիտելիքը անհրաժեշտ է մարդուն, որպեսզի նախ ինքը իրեն ճանաչի, ինքը իրեն հասկանա եւ ապա հասկանա ով է ինքը, ով է ինքը որպես մարդ, ով է ինքը որպես հայ, ով է ինքը որպես մասնագետ, ով է ինքը որպես հավատացյալ կամ աթեիստ, ով է ինքը որպես հասարակության մասնիկ, ով է ինքը որպես քաղաքական միավորի մաս։ Կարևոր գործ եք նախաձեռնել։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական ակտիվություն, ինքնագիտակցություն, ոնց որ արտնացնում եք, փորձում եք արտնացնել յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ դուք ասացիք ինքնագնահատականը, ինքնարժևորումը։ Այո, անհատը գուցե իր արժեքը կարծում է, որ գիտի, բայց խորքում քայլերի է դիմում, որը վնասում է հենց իր երկարաժամկետ իր սերունդների շահերը։ Եվ դուք փորձելու եք ինչ մեթոդներով եք փորձելու ասենք դուք սարքեցիք այդ տեսությունը, այլ նորից այդ հարցներ կիրառումը ոնց է լինելու։ Տեսությունը արդեն կա, հիմա դրա վրա գիտական աշխատանք է պետք անել, դրա համար որոշակի ֆինանսներ են պետք։ Այստեղ երևի գրականություն է պետք, որպեսզի դուք գրեք, ոչ միայն գրականություն, նաև տեղեկատվական ներազդելու հասարակության վրա յուրաքանչյուր անհատի գործիքների միջոցով արհեստական բանականության, այսինքն այն որ մենք ուզում ենք լավ ապրենք, այն որ մենք ուզում ենք
անկախ լինենք, այն որ մենք ուզում ենք լավ եւ զարգացող պետություն ունենանք, որ մենք ուզում ենք պահպանենք մեր մշակույթը, մեր գուցե կրոնը, մեր լեզուն, մեր երաժշտությունը եւ այլն, դա մեծամասնության ցանկությունն է։ Թե ինչպես մենք դա կարող ենք անել, այս գործիքը տալու է հնարավորություն յուրաքանչյուրին ինչ որ մի ժամանակ հետո իմանալ իր տեղը հասարակության մեջ։ Այսինքն ինքնորոշված անհատը դա այն բջիջն է հասարակության, որը անպայմանորեն գտնում է իր տեղը իր կարողություններին եւ իր կամքին համապատասխան, որտեվ դու կարող ես շատ մեծ ցանկություն ունենաս օրինակ վարչապետ լինելու, բայց դա քո տեղը չլինի, որտեվ քո կարողությունները համապատասխան չեն այդ կետի համար Եվ հակառակը, բայց որպեսի լինես ուժեղ անհատ, բայց կասկածես քո ուժերի մեջ եւ չգնաս որպեսի մարդիկ կարողանան գնահատել դու իրապես կարող ես լինել վարչապետ թե չէ։ Իրենք էլ պետք է հասկանան ինչա վարչապետը, ինչա պետությունը, ինչա հասարակությունը, ինչա քաղաքականությունը, ինչպես է դա իրացվում, ինչ են ինստիտուտները, որտեղ է իր տեղը այդ ինստիտուտների մեջ։ Միայն հարկ վճարել, ասել, որ ես պետություն եմ, դե ես իմ անելիքը անում եմ, այդպես չի, ներողություն, այդպես հարկ վճարելը կարելի է ուրիշ պետությունում էլ հարկ վճարել։ Հենց քաղաքացին եւ սեփական պետության զգացողությունը դրա մեջ է, որ դու բացի այդ տնտեսական արժեք ստեղծելը, նաեւ փորձում ես հասարակական արժեք ստեղծել, փորձում ես ստեղծես միջավայր, ձևավորես միջավայր, որտեղ հաճույքով կապրես դու, քո երեխաները եւ քո հարևանները, այլ ոչ թե միայն այսպես վերցնեմ, թալանեմ ամեն ինչ վերցնեմ ինձ, մյուսներին ոչինչ չմնա, որովհետեւ դե գիտեք կապիտալիզմը այդպես չի։ Կապիտալիզմը դա չի նշանակում անարժանապատիվ հարաբերություններ եւ ուժի իշխանություն առանց իրավունքների։ Կապիտալիզմ դա շուկայական հարաբերություններն է, որտեղ շուկան որոշում է ապրանքների, ծառայությունների գները ենթադրենք, բայց մարդը որպես բանական արարած իր խնդիրն է կարգավորել, որպեսզի այդ սոցիալական անարդարություններն էլ չլինեն, այդ բևեռացումը չլինի, որտեղ այդ բևեռացումն էլ կարող է բերել այդ նույն համակարգի փլուզման։ Այստեղ շատ պարզ է ու մեր խնդիրներից մեկը թերևս այն է, որ կապիտալի կրողը կամ մենք դրան ասում ենք բիզնեսմեն, ինքը չի գիտակցում Հայաստանի Հանրապետության մեջ իր տեղը, դերը, նշանակությունը, ինքը որպես ընկալում է իրեն որպես հարկատու։ Ոնց անեմ, որ մի քիչ հարկ քիչ տամ, օրինակ, ոչ մեկ չի ասում մարդ պետքա ձգտի ավելի շատ հարկ տա, քան մյուսները, բայց ոչ էլ պետքա ձգտել անհրաժեշտից կամ պահանջվածից քիչ հարկ մոծել։ Եթե օրինակ հարկերը շատ են, դա մեր բոլորի խնդիրն է։ Եթե հարկերը քիչ են, դա էլի մեր բոլորի խնդիրն է, այդտեղ բալանս է պետք։ Բայց դա չի ամենակարևորը պետության մեջ։ Պետության մեջ քաղաքացու տեղը, դերը իր կարողություններին համապատասխան։ Եւ ես կարծում եմ բիզնեսմենը պետք է գիտակցի, որ իր կարողությունները ավելին են, քան պարզապես հարկատուն։ Իհարկե բոլոր քաղաքացիներն այդպես, բայց եթե բիզնեսը, եթե կապիտալը ներդրում չարեց հասարակական, հումանիտար մտքի զարգացման մեջ, գիտության զարգացման մեջ, տեսությունների զարգացման մեջ, դրանց իրագործման մեջ, ապա ով է այս պետությունը սարքելու։ Ոչ մեկը։ Առանց գիտության, առանց հումանիտար գիտությունների, առանց հասարակական գիտությունների, այս պետությունը չի կարողանալու այս փոսից դուրս գալ։ Միայն մեր հանրային գիտակցության մակարդակի բարձրացմամբ է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը, որը ասեցինք մեր խոսքի սկզբում միայն Հայաստանին չի վերաբերում, աշխարհում է, բայց աշխարհը ուրիշ մակարդակում է նույն ճգնաժամին հասել։ Մենք բոլորովին ուրիշ մակարդակում։ Ուղղակի մենք հիմա ունենք հնարավորություն թռիչքաձև հասնելու ու նաև անցնելու աշխարհին, օրինակ ծառայելու որպես փոքր պետություն, հա, օրինակ եթե խոսքը գնա Ռուսաստանի մասին, ես հասկանում եմ, որ այնտեղ սա իրականացնելը անհնար է, նույնիսկ ազատ աշխարհում է անհնար առանց պիլոտի, բայց մենք փոքր հասարակություն ենք, որը մեծ հաշվով այսօր մեծ, այսպես ասած, կորցնելու բան գրեթե չունի։ Մենք բացարձակապես ինստիտուտներ չունենք։ Մեր ամեն ինչը 0 մակարդակի վրա է։ Համակարգը ամբողջովին ուծվել, լուծվել է,
չի աշխատում այն նախկին այդ սովետական միությունից ժառանգած եւ այդ մշակույթով ձևավորված, ամրապնդված Սապասերժ Սարգսյանի կողմից երկաթբետոնե հիմքերի վրա դրած այդ սահմանադրությամբ համակարգ է, որի առանցքը կոռուպցիան եւ հովանավորչությունն է։ Եթե մենք փորձենք էվոլյուցիոն ճանապարհով, օրենսդրական փոփոխություններով եւ այլն ստեղծենք այնպիսի ինստիտուտներ, որոնք կձևափոխեն մեր հասարակությունը, դա մենք կարող է այս պետությունը այդ ընթացքում կորցնենք մի քանի անգամ։ Բայց եթե մենք կարողանանք օգտագործելով տեխնոլոգիաները եւ գիտությունը վերափոխվել եւ վերափոխել մեր հասարակությունը, ապա դա շատ արագ կտա իր արդյունքները։ Շատ հրաշալի գաղափար է, կարևորը որ այն աշխատի։ Հուսով եմ, որ դուք ամեն ինչ անում եք, այո, եւ մենք բոլորս ինչով կարող ենք, պետք է օժանդակենք այդ թռիչքաձև աճին զարգացման։ Այն որ դուք հրավիրել եք եւ մենք դրա մասին զրուցում ենք, արդեն աջակցություն է, որի համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Միսքարյան։ Շնորհակալ եմ, որ այսօր եկաք եւ ներկայացրեցիք այդ գաղափարը։ Դեռ առաջին անգամ մենք այս մասին խոսեցինք։ Ես կարծում եմ առիթ կունենանք ընթացքում ամեն ինչ որ հետաքրքիր, եթե դուք մշակումներ ունենա, գաղափարներ լինեն այս ընթացքում, եւս հրավիրեմ ձեզ, դուք կիսվեք մեզ հետ։ Մեծ սիրով, շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Ժողովրդական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսքարյանի հետ ենք զրուցում։ Զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։